Հայաստանն ու ԱՄՆ-ն համատեղ իրավաբանական անստեղծելու գործընթաց են սկսել։ Այսօր տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ հայտարարություն է արել վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Թրամփի ուղի նախագծին։ Փաշինյանի խոսքով Թրամփի ուղի ծրագիրը մի քանի փուլ է ունենալու՝ երկաթուղիներ, օղակաշարեր, որի մեջ կարող են լինել նավթամուղներ եւ գազամուղներ։ Ըստ վարչապետի, Հայաստանն ԱՄՆ-ի հետ Թրամփի ուղու վերաբերյալ քննարկում է հողի կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 49 կամ 99 տարով։ Ադրբեջանցի դատախազներն առաջարկել են ՑՄՀ ազատազրկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին եւ նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Իսկ Մադադ Բաբայանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը 65 տարին լրանալուն պատճառով չեն կարող դատապարտվել ՑՄՀ ազատազրկման, ինչի համար առաջարկվել է նրանց դատապարտել 20 տարով, որից 10 տարին պետք է անցկացնեն խիստ ռեժիմի գաղութում։ Դավիթ Ահլավերդյանին նախատեսում են դատապարտել 18, Լևոն Բալայանին 17, Վասիլի Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին, Էրիկ Ղազյանին 16 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական ԶԼՄ-ի տվյալներով տուժողների ներկայացուցիչները համաձայնել են հնչեցված առաջարկներին։ Հայաստանն ու Վրաստանը միմյանց կփոխանցեն արտաքսման ենթակա իրենց քաղաքացիներին։ Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետապնդման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն այսօր հավանության արժանացավ Հայաստանի կառավարության նիստի ժամանակ։ Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից հաշվի առնելով, որ Հայաստանը եւ Վրաստանը սահմանակից պետություններ են։